Այժմ կճաշենք Սերգեյ Սարգսյանի հետ, ով քաղաքական մեկնաբան եւ տարածաշրջանային փորձագետ է։ Նա կպատմի, թե ինչպես է այս պահպանողական երկիրն այսքան բաց բիզնեսի համար, որոնք կլինեն ձեր ներդրումային հնարավորությունները այստեղ տեղափոխելիս եւ ինչու պիտի Հայաստանը լինի մարդկանց ուշադրության էպիկենտրոնում։ Ուրախ եմ ձեզ տեսնել, ես Էնդրյու Էնդերսոնն եմ։ Մարդիկ այդքան էլ շատ բան չգիտեն Հայաստանի մասին։ Կարծում եմ առաջին բանը, որ պետք է նշել այն փաստն է, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է։ Քրիստոնեությունն առհասարակ ինչպես է անդրադառնում մշակույթի վրա։ Կարծում եմ կապված է այն հանգամանքի հետ, որ երկիրը տարածքով փոքր է, եւ մեր ուժը, կարևորությունն ու հպարտությունը փորձում ենք ապահովել այլ տարրերի միջոցով։ Իդեպ, այստեղի սպասարկման մշակույթը բարձր մակարդակի վրա է։ Կարծում եմ դա շատերի համար զարմանալի է։ Այո, մեր հպարտանալու առիթներից մեկը մեր հյուրընկալելու արվեստն է։ Սիրում ենք տպավորել մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ իրենց լավ կզգան։ Հետաքրքիր է, Հայաստանը պատմականորեն ավելի արևելամետ է։ Դե նկատի ունեմ, որ ՀՀ քաղաքացիները մի քանի տարի առաջ ստացան առանց մուտքի վիզայի հնարավորություն դեպի Չինաստան, չնայած լսել եմ դեպի արևմուտք թեքվելու մասին։ Մի քանի տարի առաջ խոսվում էր, որ հայերը առանց վիզայի մուտք են ստանալու դեպի Եվրոպա, սակայն այն դեռ իրականություն չէ։ Հայաստանը շարունակում է ձգտել դեպի արևմուտք։ Փոքր-ինչ փիլիսոփայական հարց է։ Մենք աշխարհագրորեն սահմանափակված երկիր ենք, ուստի շարժվել արևմուտք կամ արևելք ուղղակիորեն չի ստացվի։ Որտեղ գտնենք գոյատևման ավելի ձեռնտու տարբերակներ, այդ կողմ էլ կշարժվենք։ Մենք ձգտում ենք դեպի լավը։ Հիմա տենդենց կա աշխարհում, հարավ-արևելյան Ասիայում, երբ խոսքը գնում է կյանքի մակարդակի մասին, որոշ տեղերում կարելի է ապրել արքայավայել, բայց նայեք 75% մալազիացիներին ընտրության դեպքում գերադասում են Չինաստանը, քան Ամերիկան։ Մինչդեռ Մալազիան պատմականորեն Ամերիկայի ամենամոտ դաշնակիցներից մեկն է։ Սակայն այսօր հարավ-արևելյան Ասիան հարց է տալիս. ինչ ենք մենք ստանում այս ամենից։ Արդյոք Հայաստանը բաց է արևմուտքի համար։ Մենք հետևում ենք արևմտյան մշակույթին, դիտում ենք ֆիլմեր եւ սերիալներ, հեռուստատեսային ծրագրեր, չգիտեմ, կարդում գրքեր, կրում արևմտյան բրենդային հագուստները։ Դժվար է ասել, որ մենք սահմանափակված ենք որոշակի մշակութային գաղափարներով, մենք նաեւ ռուսական գրականություն ենք ընթերցում։ Իսկ որպես հայ, ինչպես եք վերաբերվում Թրամփի վերընտրվելուն։ Թրամփը կոշտ ու կոպիտ է եւ ոչ ճշմարիտ քաղաքական տեսանկյունից։ Չգրավում է հայ ժողովրդին։ Մենք մեզ դիտարկում ենք որպես ուղղախոս մարդիկ, ովքեր չեն թաքնվում քաղաքավարության հետևում։ Չափավոր իհարկե, մենք չենք բղավում եւ հայհոյում այս ու այն կողմ։ Այնուամենայնիվ մեզ դուր չի գալիս դատարկաբանությունը։ Թվում է, թե նման երկխոսություններ լսել ենք հազարավոր անգամներ։ Մի փոքր պատմեք այս ուտեստների մասին։ Ահա, սա բաստուրմա է, հայկական մսային խորտիկ, որը գոյատևել է դարեր շարունակ։ Ասում են այն մեզ է հասել մոնղոլական ժամանակներից, եւ սրա միջոցով է, որ մոնղոլները գրավել են Չինաստանը։ Քանի որ չինացիները սնվում էին բուսական սնունդով, մոնղոլները սպիտակուցով հարուստ մսով, որն էլ ավելի ուժեղ բանակի հիմքն էր։ Կարծում եմ հայկական մշակույթում ձեռներեցությունը նույնպես որոշակի տեղ է գրավում։ Ինչպես են այստեղ մարդիկ վերաբերվում բիզնեսին եւ կապիտալիզմին։ Հայերը հրաշալի ձեռներեցներ են, սակայն հաճախ նրանք հաջողվում են արտասահմանում, քանի որ Հայաստանում շուկան անհամեմատ փոքր է։ Իհարկե զբոսաշրջության ոլորտում մեր հնարավորություններն ավելի մեծ են եւ ամեն ինչ ավելի հեշտ է։ ՏՏ ոլորտում աշխատողները գումար են վաստակում արտասահմանյան կազմակերպություններում աշխատելով ֆրիլանս տարբերակով։ Այստեղ աշխատելը հեշտացել է համեմատած այն պահին, երբ նշեցիք արտասահման գնալը։ Մենք շատ ենք զրուցել, օրինակ Միս Հայաստանի հետ, շատ երիտասարդներ մինչև 30 տարեկան մտածում են ինչու հեռանամ, այստեղ ինձ լավ եմ զգում, չարժե Կալիֆոռնիա գնալ։ Պիտի բարելավեք ավիաուղիները եւ մի մինի հանգույց ստանաք ինձ նման մարդկանց համար, ովքեր Եվրոպայից Ասիա են գնում։ Մրցակցությունն այնտեղ արագորեն աճում է, սակայն շատ երկրներ նույնպես այդ ուղու վրա են։ Կարծում եմ շատերը պիտի տեսնեն սա։ Զբոսաշրջության տեսանկյունից կարծում եմ մենք բավականին մոտ ենք այնպիսի արդյունքի, որը կնպաստի ավելի ամուր տնտեսության։ Հաճելի էր ձեզ տեսնել այստեղ։ Հաջողություն եմ մաղթում ձեր հաղորդման մեջ։ Շնորհակալ եմ, ձեզ նույնպես հաջողություն։